Ողջույն սիրելի հետևորդ, այսօր մեր 24-րդ դասն է, անցնում ենք 48 և 49-րդ էջերին։ Այսօրվա մեր թեման է կվինտան։ Տեսնում ենք, հաջորդ թեման էր կվարտան, իսկ այսօր մեր ինտերվալն է 5-րդը։ Տեսնում ենք այս 5 աստիճանները, սպիտակ ստեղները։ Ասվում է when you skip 3 white keys, the interval is a fifth. Fifth-ը դա մեր 5-րդին է վերաբերվում։ Ասում է, երբ որ skip, այսքան բաց ենք թողնում այս 3 սպիտակ ստեղները, white keys, ասում է այդ ինտերվալը արդեն նշանակում է 5, տեսնում ենք առաջինը և 5-րդը այդ տարածությունը անվանում է կվինտա, 5, ասում է fifths are written line or space, գիտենք արդեն line-ը դա գծին է վերաբերվում, գծի վրայից դեպի գիծ, իսկ space տարածությունից դեպի տարածություն, տեսնում ենք, այստեղ արդեն up and down գիտենք, բարձրանում ենք վերև, դա up նշանակում է վերև և ներքև, կվինտա վերև, կվինտա ներքև, placing up and fifth, etc. Եվ այս կառուցվածքը հիշենք մեր տերցիային է նման, տերցիան եթե 3-ից էր բաղկացած, այսքան դոից գնում էր մի, ներքևի դիրքն է սա 5-րդ մատով տեսնում ենք բասի բանալին, ուրեմն այստեղից երբ գնում էր մի դա տերցիան էր, էլի տարածությունից տարածություն, իսկ այստեղ արդեն տարածությունը մեծանում է և այստեղ տեսնում ենք բաց է թողնվում, ոնց որ արդեն 3 հատ նոտա բաց է թողնում, լինում է դոից դեպի սոլ։ Սա արդեն նույն կառուցվածքն է, էլի տարածությունից տարածություն, իսկ այստեղ դոից եթե մի գնում էր գծի վրա, իսկ այստեղ դոից սոլ, արդեն էլի գծի վրա տարածությունը մեծացավ։ Հիշենք այս կառուցվածքները, տերցիային կառուցվածքի նման է։ Այսպես կարող ենք ավելի արագ վերհիշել նոտաները։ Ինչի մասն է, my fifth դա նշանակում է իմ 5-րդ սիմֆոնիան, դրա մասին է հայտնի մեր կոմպոզիտոր Բեյթհովենն է։ Սա seriously, ինքը ավելի լուրջ ստեղծագործություն է ու շատ հայտնի է, շատ բոլորին հայտնի է, ստեղծված է Լյուդվիգ վան Բեյթհովեն։ Որպես սկզբնախների համար կարամ մի փոքր իր մասին ասեմ, օրինակ ծնվել է 1770 թվականին Գերմանիայում, Բոն քաղաքում, հետո ապրել և ստեղծագործել է արդեն Ավստրիայի Վիեննա քաղաքում։ Ինքը շատ դասական երաժշտության հայտնի կոմպոզիտորներից մեկն է, չնայած իր կյանքի ընթացքում ամբողջությամբ կորցրել է այդ լսողությունը, հետո շարունակեց ստեղծագործել և չկոտրվեց, գրեց իր ամենագեղեցիկ երաժշտություններից շատերը։ Պատմեմ, որ ինքը ունի Ֆյուր Էլիզը, այսպես ասեմ, որտեղ ինքը շատ հայտնի է, Ֆյուր Էլիզը որ կա, այսպես շատ հայտնի է, ինքը նշանակում է Էլիզաբեթի համար։ Հետո ունենք ավելի հայտնի Moonlight Sonata, լուսնի սոնատը, իմ շորթերի մեջ կա, կարող եք գտնել, լսել, կտեղադրեմ երևի թե։ Հետո ունի նաև սիմֆոնիա, օրինակ 5-րդ սիմֆոնիան ունի, որը հնչում է տա-տա-տա-տամ, սա էլ է շատ հայտնի, այդ սկիզբը, հայտնի սկիզբը գիտենք, էլ ինչ ունի, սիմֆոնիա, 9-րդ սիմֆոնիայի լսել ենք շատ, այդ Ode to Joy արդեն ինքը ուրախության օրհներ կա համարվում, դա էլ ենք լսել։ Ինքը արդեն հավատում էր միշտ, որ երաժշտությունը կարող է մարդկանց ուժ տալ, հույս տալ, ուրախություն տալ, այդ պատճառով նրա ստեղծագործությունները մինչև հիմա սիրվում են։ Այսպես, այս Բեյթհովենի մասին էր, ինչ ասեմ, այստեղ կարող ենք մի փոքր դիտարկել, վերլուծել, տեսնենք արդեն, որ այդ կվինտաների մասին է խոսքը, ինչի համար ենք սա սովորում, կվինտան, չնայած, որ ինքը ասում է, սա մասերից է իհարկե բաղկացած այս սիմֆոնիան, ու այստեղ ինքը ցույց է տալիս կվինտաները, բայց հետո վերջում հեսա լսենք, տեքստը ասում է, this is my fifth, սա իմ 5-րդ սիմֆոնիան է, and maybe you're heard, այսինքն երևի դու արդեն լսել ես, Beethoven's fifth is only a third, այսինքն Բեյթհովենի 5-րդ սիմֆոնիան դա ամբողջությամբ տերցիաների վրա է կառուցված, այսինքն ինչ լսում ենք, օրինակ այդ տա-տա-տա-տամ, նրանք տերցիաներով այսպես իջնում է, դրա մասին է խոսքը, այս տեքստը դրա մասին է, և այստեղ տեսնում ենք այդ թռիչքը, օրինակ դոյի սոլ ինքը կվինտան է, հետո տեսնում ենք սեկունդաներ են իջնում այստեղ տեսնում ենք ձախ ձեռքում արդեն էլի կվինտայի թռիչքը, սեկունդաներ իջնում և վերջում արդեն տերցիա ենք տեսնում, տերցիայով ավարտվում է, ինքը դո մաժոր գամմայում է, առաջին մեր գամմայում է սկսվում և տեսնում ենք ավարտվում է, հետո այստեղ արդեն ունենք 3 քառորդ, այսինքն մենք 3 հաշիվ ունենք մեր տակտի մեջ, 3 քառորդ անցել ենք, իսկ այստեղ վերջում ունենք արդեն 3-րդ քառորդի, 3 քառորդին համապատասխան նախշը, որը գիտենք կես նոտան և կետը, այսինքն
2 գումարած 1, սա արդեն անցել ենք, վերլուծեցինք մի փոքր եւ արդեն կլսենք թե ինչպես է այն հնչում։ Այստեղ ունենք դինամիկա, պիանո, այստեղ ունենք արդեն ֆորտե, ավելի բարձր հնչողություն։ Սրա մասին էր խոսքը։ Երևի թե այսքանը այս էջի համար, հիմա կանցնենք արդեն հաջորդ էջին։ Անցնում ենք արդեն հաջորդ էջին 49-ը։ Տեսնում ենք, որ արդեն սա իշուկի մասին է այս երկը, The Donkey։ Տեքստը դե գիտենք, արդեն սա կարծեմ ունցել ենք նախորդ դասերի մեջ, էլի այս տեքստի մասին խոսել եմ, որ իշուկը երբ որ սովածանում է, ձայն է հանում, ձայն է հանում, որպեսզի իրեն կերակրեն, դրա մասին է տեքստը։ Իսկ այստեղ արդեն լուսավոր երաժշտությունը ինչ է ասում, before playing hands together, play left hand alone, naming each harmonic interval։ Այսինքն միշտ երկու ձեռքով նվագելը իհարկե պետք է առանձին մենք վերլուծենք։ Օրինակ այս դեպքում ձախ ձեռքը, որտեվ նրանք հարմոնիկ ինտերվալներ են արդեն։ Նախորդում մենք մելոդիկ էր առանձին էր, սա պետք է միասին նվագվի։ Սրանք պետք է սկզբից վերլուծենք, նվագենք, նշենք անունները, հետո արդեն միացնենք։ Իսկ այստեղ ինչ է կատարում, տեսնում ենք, որ արդեն մեր ինտերվալները ընդհանրապես անցել են 5-ը, տեսնում ենք առաջինը, որ պրիման է, նույն գծի վրա, հետո արդեն սեկունդան է գալիս, տերցիա, կվարտա, կվինտա։ Տեսնում ենք վերևի ձայնը մնացել է նույնը, սա արդեն իհարկե մեր ձախ ձեռքին է վերաբերվում, դիրք ներքև, առաջին, երկրորդ մատերին ուշադրություն դարձնենք, արդեն վերցնում ենք առաջին մատը, տեսնում ենք, մնում է նույնը, իսկ հաջորդաբար արդեն իջնում է։ Հիմա նվագեմ, ասենք, առաջին օրինակ սեկունդան, 1, 2, 3, 4, տերցիա, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, պաուզա։ Տեսանք, մեր պաուզան արդեն մեր հայտնի այս քառորդին համարժեք պաուզան է, սա անցել ենք, ինչպես նաև մեր 4 քառորդին համարժեք, 4-րդ գծից կախված, սա էլ արդեն պետք է սովորենք արդեն ներկել, ինքներս սովորել ինչպես է այն գրվում։ Իսկ այստեղ արդեն տեսանք, լսեցինք, որ վերևի ձայնը մնաց նույնը, իսկ մնացածը արդեն հաջորդաբար իջավ։ Իսկ այստեղ ինչ կատարվեց, պաուզա էր, չէ՞, ասենք, այստեղ հնչում է, տեսնում ենք, այս մեր լեգատոն, մի շնչով որ նվագվում է, իսկ այստեղ կարճ լեգատոներ է, այսինքն առաջինի վրա ավելի փոքր շեստ ենք դնում, քան երկրորդի, քանի որ իշուկ ասում է իյա, 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 այսպես է հնչում, օրինակ այստեղ տրված է, օրինակ ասում է իյան արդեն 1, 2, 3, 4 պաուզա, 1, 2, 3, 4 պաուզա, հետո 1, 2-ը պաուզա, 3-ը, 4-ը պաուզա, հետո արդեն վերջացնում ենք տերցիայով։ Իսկ տերցիան արդեն աջ ձեռքը միասին կազմում են ակորդ, դո ակորդի մասին, այսինքն առաջին մեր շրջվածքն է, այսպես, դո, մի, սոլ, այսպես հնչելու, այսինքն աջ ձախ ձեռքը միասին, որ կազմում են դո մաժոր մեր գամայում է գրված այս մեր փոքրիկ երգը։ Այստեղ ունենք կրկնողության նշանը, որ պետք է նորից կրկնենք, պիանոյով սկսելու ենք, հետո ֆորտե է այստեղ, ֆորտեն արդեն սոլի վրա է ընկնում, սոլ, դո, սոլ, դո, այսպես է ընկնում։ Հետո արդեն այստեղ ինչ ունենք, անպայման ուշադրություն կդարձնենք մատներին, աջ ձեռքը նույնպես, 4 քառորդի մեջ է, ինչպես նշեցի արդեն, սա էր մեր փոքրիկ երգը, արդեն կլսենք, թե ինչպես է այն հնչում, կարելի է այդ ձեռքը առանձին նվագել, տեսնում ենք մեր արդեն այս թռիչքները, օրինակ սոլից դո, դա մեր նոր սորած կվինտան է, դոից սոլ, սոլից դո, հետո արդեն այստեղ կվարտա է, սոլ, ռե, հետո նորից սոլ, դո, կվինտայով արդեն ավարտվում է, այսպես, իսկ այստեղ արդեն ասում է, նշում է teacher note, այսինքն այս մեր ուսուցիչները, ռաունդի մասին, այսինքն շրջելով պետք է նվագվի, այսինքն 2 կամ 3 պիանոներով, սա արդեն դպրոցներում է լինում, որ միասին աշակերտների հետ կարող են, օրինակ այսպիսի մի խաղ, առաջին օրինակ 4 տակտը նվագում են, երբ որ ասում են 5-րդն արդեն հաջորդը նվագում են նորից առաջինից, այսպես։ Երբ որ անցնում ես արդեն 3-րդից, ինքը արդեն գալիս է 2-րդի վրա։ Այսպես գեղեցիկ հնչողություն է ստացվում։ Play 4 times, այսինքն 4 անգամ պետք է նվագել։ Սրա մասին էր խոսքը, ինձ թվում է արդեն հասկանալի եղավ, ինչի մասին է, դուք կարող եք ավելի ձեր տեմպով, դանդաղեցված, սկզբից նոտաները նշեք, որ նոտաները նվագեք, սա սկսնակների համար է իհարկե։ Եթե դեռ ժամանում եք, արդեն նոտաները կարդաց, սկզբից վերցրեք նոտաները գրեք վերևում, անունները գրեք, օրինակ վերլուծեք դոից ռե, ռեից
տակից մի, սենց տակ-տակ սովորեք, հետո երբ որ արդեն կարողանում եք 2 տակ տլավ, անցեք 3-րդ տակտին արդեն, այսպես առանձին ձեռքով, հետո նոր ձախը առանձին սովորեք, որովհետև այս երկու հարմոնիկ, օրինակ ինտերվալները սկսնակների համար այդքան հեշտ չէ, պետք է սովորեք երկուսը միաժամանակ կարողանաք սեղմել այդ ստեղները, երբ որ սովորեք, եւ արդեն տակ-տակ, օրինակ այս սեղմում եք ձախ ձեռքը, ֆասոլ, ֆասոլ, հետո արդեն պահեք 4/4 եւ առաջինի հետ միասին, այսպես առաջինը շարունակեք, այսինքն վերևի ձայնը կարող եք արդեն շարունակել, տեսեք, եթե ստացվում է լավ, արդեն անցեք 2-րդ այս տակտին, մնացածը այդպես շարունակ։ Սա էր այսօրվա մեր դասը, հաջորդը արդեն կասնենք 50-րդ էջից, շնորհակալություն, որ դիտում էիք, կհանդիպենք հաջորդ դասին, հաջողություն։ Անցնում ենք սկսնակ չափահասների դասին, 24-րդ դաս, 46-47-րդ էջերին։ Ինչ է ասում էր վերնագրում, սա հոգևոր երգ է, հայտնի, ասում է standing in the need of prayer, այսինքն կանգնած աղոթքի կարիքի մեջ վերնագրում է նշվում, ասում է for this popular spiritual, այսինքն այս հայտնի պոպուլյար հոգևոր երգը, ասում է we return to C position, left hand, օրինակ 5 on C, այսինքն մենք վերադառնում ենք C պոզիցիայի, դո դիրքինի, այսինքն ձախ ձեռքը գնում ենք դիրք ներքև եւ վերցնում ենք մեր 5-րդ մատով, 5-րդ մատը այսինքն դոյի վրա, դո պոզիցիայում ենք գտնում, օրինակ ասում է rhythmically note to pass, այսինքն պետք է ռիթմիչ նվագենք, ռիթմի մեջ, ոչ շատ արագ, իսկ տեքստը ինչի մասն է, արագ ասեմ, ասում է it's me, oh Lord, standing in the need of prayer, կրկնվում է, այսինքն սա իմ համար է, ասում է, հատուկ ամեն մեկը իր վրա պետք է վերցնի, սա այսինքն իր մասին է խոսքը, այսինքն այս դեպքում միայն դու քո համար, քո կարիքի համար պետք է աղոթես, ասում է not my brother, not my sister, but it's me, այսինքն կրկնվում է, ասում է, սա ոչ թե իմ եղբոր համար է, իմ քրոջ համար է, այլ իմ կարիքի համար, այսինքն գալիս է ժամանակ, որ մարդ պետք է ինքը իր համար սկսի աղոթել, ոչ թե ուրիշների համար, որովհետև ինքն էլ ունի այդ կարիքը, այս երգը այս դրա մասին էր, ուրեմն անցնենք մի քիչ անալիզ անենք, տեսնենք ինչ է կատարում, անցնելու ենք նոր կանոն, ուշադիր լինենք, այստեղ հանդիպում ենք երկու գծերի, տեսնում ենք, սա մեր հաստ գիծն է, երկրորդը, դա նշանակում է վերջն է, իսկ եթե այստեղ հանդիպում ենք երկու գծերը, բայց բարակ գծեր, սա նշանակում է դեռ շարունակություն կա, այստեղ պետք է ավարտել, գրված է fine, fine նշանակում է ավարտ, իսկ դե կապո ալֆայն, տեսնում ենք D, C, հետո ալֆայն, ինչ է, այստեղ արդեն աստղանիշով նշում է, ինչ է նշանակում, դե կապո ալֆայն, ասում է, նշանակում է means repeat from the beginning and play to the end, այսինքն պետք է նորից այստեղից գնանք դեպի սկիզբ, սկզբից սկսելու ենք ու այստեղ ավարտելու ենք, քանի որ ասում է դե կապո ալֆայն, այսինքն դե կապոից գնում ենք մինչև fine, ավարտելու ենք, հիմա արդեն կնվագեմ, արդեն դուք կտեսնեք, թե ինչ է կատարում, օրինակ նվագում ենք սկզբից մինչև վերջ, այստեղ, հետո նորից գնում ենք դեպի սկիզբ, գալիս ենք, այստեղ ավարտում ենք, քանի որ մեր երկու գծերը, երկրորդ հաստ գիծը արդեն գտնվում է այստեղ, ինչ ունենք այստեղ, ունենք 4/4, ունենք մեր պաուզան, տեսնում ենք, էլի ունենք անավարտ չափ, ուշադիր պետք է լինենք, քանի որ այստեղ 4/4 է, բայց 1/4 ունենք ընդամենը, գալիս է ուրեմն երրորդը, առաջի երկու երրորդը գտնվում է վերջին տակտում, այստեղ վերջը, այստեղ արի իհարկե, բայց այստեղ, տեսնում ենք, արդեն 1, 2, 3, 4, սա մեր 4-րդ արդեն հաշիվն է, հետո գալիս է արդեն ունենք 3 տևողության նոտա, հետո քառորդ, միասին անում է 4/4, այսպես, պետք է նվագենք, արդեն այստեղ մենք անցել ենք նախորդ դասից մեր 8-րդները, որը ավելի արագ է հնչելու, նվագելու ժամանակ արդեն ուշադիր կլինենք, որ սա պետք է այս երկու 8-րդները 1/4-ի մեջ պետք է նվագել, այդպես արագ է գնալու, հետո գալիս է արդեն մեր քառորդները ավելի դանդաղ, այսպես, forte ունենք և ունենք crescendo, ինչ է նշանակում crescendo, սովորել ենք, որ crescendo տեսնում եք, փոքրից մեծանում է, այսինքն գնալով պետք է մեղեդին ավելի բարձրացվի, մինչև հասնենք forte-ի, իսկ այստեղ գալիս է արդեն ընդհակառակը, տեսնում եք արդեն ինքը մեծից փոքրանում է,
Այսինքն գնում ենք ավելի պիանոյի։ Հետո արդեն այստեղ գալիս է մեծոֆորտ, այսինքն ուզում եմ ասել ոչ թե պիանո, այլ միջին բարձրությամբ։ Տեսնում ենք այստեղ արդեն նորից լեգատոն, հա, որ պետք է մեկ շնչով, իսկ այստեղ կարող եք ավելի ձեռքը հանելով, հա, պետք չէ լեգատո նվագել, սահուն, այլ ձեռքը հանելով։ Իսկ այստեղ լեգատո է ցույց տալի։ Նորից քրիշենդո, ֆորտե։ Ինչ ունենք այստեղ։ Հանդիպում ենք նշանների, տեսնում ենք պատահական նշան, accidental, հա, այսինքն ինքը ոնց որ դիեզն է, այս խրոմատիկ, հա, ինքը ավելի արտահայտելու համար կոմպոզիտորը նշում է, որ ավելի արտահայտիչ լինի այս միից գնում է ոնց որ ռե դիեզ, ուշադիր լինենք, հա, ոնց որ սա մեր դիեզները ուշադիր որ ռե չնվագենք, այլ եւ իսկ եթե տեսնում ենք այստեղ նորից ռե դիեզ կա, հիշենք, որ անցել ենք, եթե մի տակտում սկսում ենք ռե դիեզով, մնացած ռեերը նույնպես նվագում ենք ռե դիեզ։ Իսկ այստեղ ռե, քանի որ չկա նորից ռե դիեզ։ Տեսնում ենք։ Այստեղ նորից ռե դիեզ, հետո էլի ռե դիեզ, գալիս է որ հաջորդը նույնպես, հաջորդ այս երեքը նվագելու ենք ռե դիեզ, իսկ այստեղ նորից ռե ենք վերցնելու։ Հա, սա այս խրոմատիկ, ասած, հա, կես-կես տոներով իջնող ավելի արտահայտիչ մեր ոնց որ ֆրազան է, հա, դրվագն է։ Ինչ կա էլի, հա, անցնենք արդեն վերցնենք մի քիչ ակորդները։ Այստեղ տեսնում ենք մեր ակորդը, տեսանք պաուզա ունենք սկզբից, հետո արդեն երկրորդ մեր հաշիվը ընկնում է դո մաժոր, այս մեր ակորդն է, հա, դո մի սոլ։ Դո մի սոլ, այս ակորդը, որ միաժամանակ պետք է վերցնենք։ Հետո արդեն 4-րդ հաշիվը գալիս է, տեսանք որ պաուզա է։ Ուշադիր եղեք, որովհետև այս աջ ձեռքը 3 քառորդ պահվում է, որի ընթացքում նվագելու ենք 23 ակորդները։ Հետո պաուզա ենք վերցնելու, աջ ձեռքը իրեն նվագելու ենք ուրեմն մի։ Հա, այստեղ ոնց որ մի, հետո մի գալիս է, այդպես հնչելու է, կտեսնեք կնվագեմ։ Հետո այստեղ նորից ունենք ինչ, մենք իրար մոտ գտնվող ակորդներ, սա շրջվածք է իհարկե, սա արդեն տեսնում ենք ինչա կատարում, դոմինանտ սեպտիմ ակորդ ենք նվագելու, այստեղ օրինակ մեր տոնիկան է, հետո գալիս է արդեն դոմինանտ սեպտիմ ակորդ։ Ինքը պետքա լինի, ասենք, սոլն է, հա, ոնց որ սոլ, սի, ռե, ֆա, հա, իսկ այստեղ ինչ է լինում, սոլ, սի, ռեն 5-րդ աստիճանը բաց է թողնված, ռե չկա։ Իսկ այստեղ ինչ ենք վերցնում, շրջվածքն է, այսինքն եթե շրջվածքով նվագում ենք, ինքը առաջի շրջվածքն է, լինում է սի, ֆա, սոլ։ Պետք է լիներ օրինակ սի, ռե, ֆա, սոլ, բայց ասացի, որ այդ ռեն հանված է այստեղ արդեն։ Իրար մոտ հնչող դո, օրինակ դո մաժոր ակորդն է, հետո արդեն դոմինանտ սեպտիմ ակորդ, նորից դո մաժոր։ Այսպես հնչողություն է, սա իմանանք արդեն ակորդները կարող եք գրել, օրինակ առաջին 5-րդ, 5, 7, հա, այսպես դոմինանտ սեպտիմ ակորդ, որ իմանանք միանգամից ոնց վերցնենք։ Հա, այստեղ արդեն տեսնում ենք էլի 1, 2, 3, 4-ը պաուզա է։ Այսպես մի փոքր վերլուծում եք ինքներդ, սկսեք ակորդները սկզբից պարապել, հաշվելով, օրինակ այստեղ հաշիվը, հա, ոնց որ նախատակտ է, հետո գալիս է նորից առաջինը հաշիվը վերցնում ենք պաուզա, հետո 2, 3 պաուզա, հետո 1, 2, 3, 4, այսպես ձախ ձեռքը տակ, նվագել, սովորեք, հետո արդեն միացնեք, որ հեշտ լինի, արդեն հետո հետագայում միացնելու համար։ Սա էր այս դասի համար, նվագելու ընթացքում իհարկե լսում եք, թե ինչպես այն տեղի ունեն, իմացանք, որ արդեն մեր քառորդ նոտաները, հա, հնչում էին ավելի երկար, քան 8-րդները։ Արդեն գիտենք, որ սա ավելի արագ է ընթանում։ Սրա մասին է խոսքը։ Արդեն կանցնենք հաջորդ էջ։ Անցանք հաջորդ էջ, վերնագրում ասում է the gift to be simple, այսինքն պարզեցված gift, հա, պարգևի մասին է, մաքուր պարգևի մասին է գնում այս երգը։ Օրինակ ասում է combining middle C position and C position, այսինքն համատեղելու ենք այս մեր կենտրոնական սեն, համատեղելու ենք արդեն C պոզիցիայի, արդեն ներքևի դիրքի հետ։ Մենք արդեն սովորել ենք, հա, որ անցած դասերից, որ բթամատերը տեղադրում էինք, օրինակ այստեղ կենտրոնում մեր բթամա առաջին մատը եւ այդպես նվագում ենք, բայց այս անգամ լինելու է նաեւ թռիչքներ։ Այստեղ դրա մասին ասում է you're now ready to play music that involves more than one position, այսինքն արդեն դու պատրաստ ես, որպեսզի ներառես ավելի քան մի քանի պոզիցիաներ, հա, այստեղ արդեն ոնց որ մեր պոզիցիան տեսնում ենք, որ
ինքը դոն է, կենտրոնի, այստեղ ֆայից է գալիս արդեն, իսկ այնտեղ արդեն դոից թռիչք է կատարվելու։ Հիմա բացատրեմ ինչու՞ն է։ The piece begin with this hand in middle C position, սկսելու ենք middle C պոզիցիայից, after the first full measure is played, if արդեն նվագում ենք left hand move to C position, այսինքն տեսեք to play chords, այսինքն մենք այստեղ ունենք ակորդ, որը որ գտնվում է ներքևի դիրքում։ Ուզում եմ ասել, երբ որ նվագում ենք, վերջացնում ենք, այդտեղից պետք է ցախ ձեռքը move, տեսեք, շարժը կատարվում է դեպի ներքևի պոզիցիա, որպեսզի վերցնենք այդ ակորդը 5-3-1-ով։ Այսպես։ Հետո դա որ նվագում ենք, արդեն այստեղ նորից ունենք ուրիշ ակորդ, այսինքն դո ֆալյա ունենք, դո ֆալյա, պետք է սա էլ վերցնենք արդեն ներքևի դիրքում, այսպես արդեն վերցնելու ենք 5-2-1, պետք է վերցնենք արդեն, ուշադիր լինենք սրա համար, 2-1 մատներով, հետո արդեն տեսնում ենք, այստեղ նորից գալիս է հետ, return, օրինակ middle-ի բշին, այստեղ բացատրում է, որ նորից պետք է գանք այս մեջտեղի դիրքում, արդեն նվագելուց պարզ կլինի, թե ինչպես է, ինչ է կատարվում, հա, այստեղ, change positions as indicate in the music, հա, ասում է պետք է այդ պոզիցիաները իհարկե փոփոխել, երբ որ արդեն indicate, այսինքն տալիս է էլի, երբ որ տալիս է, այդ ժամանակ արդեն պետք է դու պատրաստ լինես, որ փոխես պոզիցիաները, այստեղ էլ է տալիս։ This beautiful old shaker melody was used by the famous American composer Aaron Copland in his well-known symphonic composition, this Appalachian Spring. Ինչի մասին է խոսքը։ Ուզում եմ ասի, այս գեղեցիկ եւ շատ հին, հա, այս shaker, այսինքն թափարող մելոդիան, որ այստեղից այնտեղ հա թռչում է, օգտագործվել է famous, գիտենք, հայտնի ամերիկական կոմպոզիտորի կողմից, Aaron Copland-ի կողմից։ In his well-known հայտնի սիմֆոնիկ կոմպոզիցիայի մեջ Appalachian Spring, Appalachian դա գիտենք, մեր Ամերիկայի, հյուսային Ամերիկայի արևելքի մասի գարնան մասին է, հա, Appalachian ոնց որ լեռները, գարուն, այդ լեռների գարունի մասն է, այնտեղ այդ բնությունն է սա նկարագրում, ասենք, էլի։ Ուրեմն տեսնում ենք այստեղ ուրեմն moderately slow, այսինքն չափավոր պետք է դանդաղ նվագենք եւ համարվում է folk melody, այսինքն ժողովրդական մեղեդի է սա։ Այդ լեռներում է ստեղծվել այս ոնց որ այս փոքրիկ սիմֆոնիկ կոմպոզիցիան, հա, այսպես։ Ինչ է այստեղ տեսնում եք, արդեն մեր լեգատոն մի շնչով նվագվում է, 4 մատով ենք սկսելու, 4 մատը իհարկե ընկնում է այստեղ արդեն։ Տեսնում ենք, քանի որ մեջտեղի դիրքում է, ուշադիր լինենք 4-ից դեպի գնալու ենք առաջին մատ, դո, ցախ ձեռքը։ Հետո արդեն նորից աջ ձեռքը այստեղ սկսվում է էլի դոյով։ Դո, ռե, մի, դո, մի, ֆա, սոլ։ Արդեն այս սոլը ու ակորդը արդեն վերցնում ենք ներքևի դիրքում։ Պահելու ենք 3 քարտ, հետո արդեն պաուզա։ Իսկ այստեղ շունչ ենք վերցնում, փոքր բարձրացնում ենք ձեռքը, նորից լեգատո է սկսվելու, հա։ Այսպես, հետո գալիս է արդեն ակորդը ռեի հետ ենք վերցնում, ռեն այստեղ այս ձեռքում, իսկ ձախ ձեռքը դո ֆալյա, այսինքն դո ֆալյա։ Ուշադիր լինենք մատերը, պետք է վերցնենք 5-2-1, 5-2-1, սա արդեն գիտենք, մեր ակորդն է, ասենք, եթե սա դո ակորդն է, դո մի սոլ, դո ֆալյան է, գիտենք, ֆալյա դո, ֆա ակորդն է, այսինքն իրա շրջվածքով է, ինքը գալիս է երկրորդ շրջվածքն է համարվում։ Այսպես, հետո արդեն էլի այստեղ գալիս է, տեսեք, ասում է return left hand to this middle C position, այսինքն էլի գալիս ենք մեջտեղի դիրք, որ վերցնենք ռե, մի, ռե, հետո արդեն ցախ ձեռքը պետք է վերցնենք C, երկրորդ մատով, հետո 4-րդ ցախ ձեռքը, հետո նորից էլի այստեղ վերցնում ենք շունչ, 4-րդ մատով էլի, հետո գալիս ենք աջ, էլի ցախ ձեռքը առաջին, հետո նորից էլի սկսվում է այստեղ դո, ռե, աչով, դո, ռե, մի, ֆա, սոլ, էլի ակորդը է այստեղ, նույնությամբ կրկնվում է այսպես, հա, հետո արդեն այստեղ ունենք ակորդ, օրինակ դոմինանտ սեպտիմ ակորդ ունենք այստեղ էլի, գալիս է C, ֆա, սոլ, հա, այդ ակորդը արդեն պետք է ուշադիր լինենք, որ վերցնենք C, ֆա, սոլ, պետք է վերցնենք,
այդ ուրեմն այստեղ տեսնեմ, այստեղ ավելացնենք si, fa, sol, այսպես պետք է քրը չկատարվի այստեղ, ու այստեղ արդեն կատարվում է do, mi, sol, հետո գալիս է do, fa, la, էլի do, mi, sol։ Ունենք ֆերմատային նշան, որ պետք է այստեղ արդեն երկար պահվի։ Նույն կրկնելու ենք, կրկնողության նշան ունենք, ու այստեղ ինչ է ասում է երկրորդ անգամ, second time, retardando էլ այստեղ գրված է, means gradual slowing, այսինքն աստիճանաբար պետք է դանդաղացնենք ու պետք է նույնիսկ ձայնը պետք է իջեցնենք աստիճանաբար, տեսնում եք, ու գալիս ենք այստեղ երկար սպասում ենք, ոչ թե 1/4, այլ մի քիչ ավել, նույնիսկ կարելի է 3/4 չափ ավել պահել, գեղեցիկ է հնչում։ Սրա մասին էր, ինձ թվում է դժվար չէ, պետք է ընդամենը վարժվել, աջ ձեռքը սկզբից սովորեք, ուշադրություն դարձեք այս լեգատոներին, որ փոքր-ինչ այստեղ բարձրացնում ենք ձեռքը, եւ արդեն ուշադիր եղեք, որ իմանաք ձախ ձեռքը, օրինակ դասնենք այս երկրորդ տողում, որ այս si նոտան, այս b-ն պետք է նվագենք ձախով, երկրորդ մատով։ Գնում ենք դեպի չորրորդ, sol, օրինակ si, sol, հետո նորից sol, si, sol, do, ձախում է սա կատարվելու, ուշադիր պետք է լինենք, որտեղ մատը արդեն հուշում է։ Այսպես արդեն սովորեցինք դիրքերը տեղափոխել, թափահարել, այսինքն թռիչքներ կատարել։ Սա էլ է շատ կարևոր վարժանք, որպեսզի իմանանք արդեն թե ինչ է կատարվում, պոզիցիաները, այդ դիրքերը փոփոխվում են։ Սա էր այսօրվա մեր դասը, ինձ թվում է շատ պարզ եղավ, եթե չէ նորից դիտեք, որպեսզի ավելի պարզ լինի։ Կհանդիպենք արդեն հաջորդ դասին, միշտ նոր հանդիպում։